Տիկին Գալյան, քանի որ առիթը կոռուպցիան է եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ես խնդրում եմ որպես արտադատության նախարար եւ մի կառավարության անդամ, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, հռչակել է առաջնահերթություն, գնահատեք Հայաստանում կոռուպցիայի մակարդակը, օրինակ 10 բալանոց սանդղակով, հասկանանք թե ձեր գնահատմամբ ինչ պատկեր ունեք այսօր։ Ես իմ գնահատականը իմ խոսքում էլ հնչեցրեցի, ասելով, որ մենք ունենք էական, դրական առաջընթաց այն տեսանկյունից, որ այլևս պետությունում գործում են մեխանիզմներ, որոնք ունակ են արձագանքելու կոռուպցիոն դեպքերին եւ գործում են մեխանիզմներ, որոնք ունակ են սահմանելու եւ հասնելու պատասխանատվությանը։ Դուք ասում եք, որ համակարգային կոռուպցիա չկա եւ դա ձեր ձեռքբերումն է, բայց ոչ համակարգային թեկուզ, բայց հատվածական կոռուպցիոն դրսևորումների մասին մամուլը պարբերաբար գրում է, բարձրացնում է։ Եւ դա նրա մասին է, որ այդ մեխանիզմները գործում են եւ կոռուպցիոն դեպքերը բացահայտվում են։ Բայց այն, որ ձեր պաշտոնյաները, падգամավորներ, նախարարներ այս տարիների ընթացքում կարողացել են օրինակ իրենց համար ինչ-որ բարենպաստ պայմաններ կամ իրենց հարազատների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, օրինակ բիզնեսի միջավայրում, ներդրումների, տարբեր դեպքեր կան եւ վերջին օրինակ կամ օրինակ իրենց գույքային բարելավումներ ունենան այս տարիների ընթացքում համեստ աշխատավարձով կարողանան 13 միլիոնավոր դրամների օրինակ Արադ Միրզոյանի մասին գրվեց, որ $250,000 առանձնատուր է ձեռք բերել կան Հայկ Սուրեն Պապիկյանը դուք բոլորի հայտարարագրերին ունեք հասանելիություն, ինչպես հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Կարող եք բացել յուրաքանչյուրի հայտարարագիրը, տեսնել եկամուտները եւ համադրել դրանք ծախսերի հետ եւ հասկանալ ձեռքբերումները արդյոք հիմնավորված են եկամուտներով թե ոչ։ Եվ եթե դուք որպես լրագրող, որպես մասնագետ ունեք մտահոգություն կապված ինչ-որ մեկի հայտարարագրի հետ, ազատ եք դիմում ներկայացնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը ստեղծվել է 2020 թվականին եւ նաեւ իմ հարցի պատասխաններից մեկն է, որ այսօր մեր երկրում կան մեխանիզմներ, որոնք ունակ են բացահայտել կոռուպցիոն դեպքերը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում եմ սիրով կզբաղվի հայտարարագրի վերլուծությամբ։ Դուք տրամաբանական ուղղակի հաշվարկ կանենք, հա։ Դուք էլ եք Չէ, դուք իրար հակասում եք, մեր գործընկերը խոսում է ներկա դեպքերի մասին, դուք ասում եք դա միայն նախկին դեպքերի մասին։ Կարծես միայն նախկիններին, որովհետև դատախազության համապատասխան վարչությունում քննվում է միայն նախկին պաշտոնյաներին վերաբերող ուսումնասիրություններ։ Եթե դուք խոսում եք ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի մասին, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործիքը չի վերաբերում ինչ-որ նախկինի կամ նախկիններին, վերաբերում է բոլորին, եւ ես հիմա չեմ կարող խոսել, թե ում վերաբերյալ ինչ ուսումնասիրություն կա, այն ժամանակ է եղել, երբ որ ես եմ այնտեղ եղել, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես եմ այնտեղ եղել են գործեր, որոնք վերաբերել են նաեւ գործող պաշտոնական։ Արքեպիսկոպոս Կճոյանի գործը ձեր ժամանակ էր ապօրինի գույքի այդ հարցը։ Այո, վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան եւ եթե չեմ սխալվում, այցելումը մերժվել էր դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը։ Դուք եք սխալ եղել, թե ինքն է ճիշտ եղել, թե Ես եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել։ Ինչու՞։ Արդեն այն ժամանակ մենք անցել էր ձեր կողմը, այսի ազդակներ չեմ հիշի, բայց եթե պատասխանում եմ այդ հարցին, վստահաբար այն ժամանակ էր, երբ ես դեռ նախարարությունում չէի։ Ձեր ուսումնասիրությունը ո՞նց էր սկսվել։ Եթե կհիշեք ոչ մանրամասներ։ Այսինքն ինչի նման վրա էր սկսվել։ Ես շատ աղոտ եմ հիշում, բայց այլ հնարավորություն, քան քրեական գործի հիման վրա սկսվելն էր, ենթադրում եմ չէր կարող լինել, որովհետև պաշտոն չի զբաղեցրել երբեք։ Օպերատիվ տվյալների հիման վրա դա եւս չէր կարող լինել։ Ուզում եմ հասկանալ, հիմա ի վերջո այ խոսում ենք այսքան կոռուպցիայի մասին, այսօր այն անձը, պաշտոնատար անձը չէ, որը տարիներ շարունակ իմացել է, որ իբրև կոռուպցիայի մեջ է, այսօր իր միջոցով եկեղեցի է մաքրվում ըստ էության, իր միջոցով են մաքրվում եկեղեցին։ Ես չգիտեմ, ում միջոցով է մաքրվում եկեղեցին, եթե ինչ-որ անձանց միջոցով մաքրվում է, ես համակարծիք չեմ այդ դատողության հետ, բացարձակ։ Եկեղեցին կարող է մաքրվել միայն քաղաքացիների ցանկությամբ եւ քաղաքացիների միջոցով։ Դուք քաղաքացիների ցանկությունը չկա, Տիկին Գալյան, բայց դուք եք այդ կիրակնորիա պատարակներին երբեմն նաեւ մասնակցում։ Ես իրացնում եմ իմ անձնական ցանկությունը եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք գալիս են, իրացնում են իրենց անձնական ցանկությունը եւ քանի դեռ նաեւ տեսնում ենք այնտեղ բազմաթիվ քաղաքացիների, կարող ենք ասել, որ
այդ ցանկությունը կա։ Տիկին Գալյան, անդրադառնալով Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի վերջերս արված, մասնավորապես 3 արված հայտարարությունը, ես հայտարարությունը ընթերցեմ, մեջբերեմ կարճ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակվում է ցածր մնալ, մտահոգիչ են իշխանության եկեղեցու գործերին կոպիտ միջամտությունները, լրագրողների թիրախավորման դեպքերը, նաև արձանագրվել է կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 եւ 2024 թվականներին նույնը մնացել 47։ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա թե չկա։ Եվ սա ինչ արձանագրում է։ Ինչ կապ ուներ ձեր ասած արձանագրումը հարցի հետ, բայց ես փորձեմ պատասխանել սկզբից հարցին, հետո անդրադառնալ եւ դա վատ չէ։ Այսինքն մենք ռեգրես չունենք առնվազն։ Մենք պրոգրես ենք ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո, եւ այդ պրոգրեսը պահպանվել է մինչեւ հիմա, այսինքն այն բոլոր մտահոգությունները, որոնք բարձրաձայնում են որպես ռեգրես, եկեք փաստեք, որ չեն համապատասխանում իրականությանը, մի ընդհատեք ինձ այն պարզ պատճառաբանությամբ, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը առնվազն մնացել է նույնը, ինչը չի նշանակում, որ մենք չպետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ համաթիվը փոփոխվի դրական առումով։ Եվ այդ փոփոխությունների հիմքում ընկած գաղափարները այսօր նախագծերի տեսքով նաև մենք ներկայացրինք եւ քննարկեցինք միասին։ Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիա կա թե չկա, այս հարցին բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել անդրադառնալու։ Իմ պատասխանը մեկն է ու միանշանակ է, որ ոչ, Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա եւ հասկանալու համար թե ես ինչ եմ ասում, պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում համակարգային կոռուպցիա։ Իմ ասածը բնավ չի նշանակում, որ մեր երկրում չկա կոռուպցիա, մեր երկրում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես որ կան աշխարհում, ուղղակի կրկնում եմ, մենք հաջողվել ենք այնպիսի մեխանիզմներ ստեղծելու հարցում, որոնք այլևս ունակ են բացահայտելու նմանատիպ դեպքերը։ Գալյան ազդարարման համակարգը որքանով է արդյունավետ գործում կոռուպցիայի բացահայտման առումով եւ ինչ դժվարություններ Մենք ունենք դեպքեր, որոնք բացահայտվում են ազդարարման համակարգի միջոցով, ցավոք սրտի վիճակագրական տվյալների չեմ տիրապետում հենց այս պահին, բայց բազմաթիվ ազդարարումներ դառնում են քրեական գործեր։ Հարյուրավոր ազդարարումների մասին է խոսքը, որոնցից երկնիշ թվերով գործեր ձևավորվում են ամեն դեպքում։ Այնուամենայնիվ մենք վեր ենք հանել ազդարարման հետ կապված որոշակի խնդրահարույց իրավիճակներ եւ ունենք նախագծի փաթեթ, որը առաջիկայում կշրջանառվի եւ փաթեթը վերաբերում է ազդարարման նոր հնարավորությունների սահմանմանը նաեւ խոշոր ձեռնարկություններում։ Մենք սահմանում ենք ներքին եւ արտաքին ազդարարման հասկացությունները, սահմանում ենք ազդարարների պաշտպանության մեխանիզմների այդ հնարավորությունները եւ այլն, այսինքն մենք գնում ենք ազդարարման համակարգի կատարելագործման ճանապարհով։ Չեմ կարող շատ բարձր խոսել։ Կարելի է հարցնել։ Այո։ Տիկին Գալյան, դուք ասում եք նայեք Պաշտոնյանների հայտարարագիրը, այնտեղ ամեն ինչ նշված է։ Նայում ենք հայտարարագիրը, դուք էլ եք նախարար, ստանում եք էլի պլյուս-մինուս 1 միլիոն դրամ աշխատավարձ, երևի չհաշվում ձեր եկամուտը, Արարատ Միրզոյանն էլ, պատգամավորները մի քիչ ավելի քիչ։ Հիմա Սուրեն Պապիկյանն էլ կարող եք ասել, ոնց է ստացվում, որ մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Պաշտպանության նախարարը կամ Արարատ Միրզոյան ԱԳ նախարարը ձեռք են բերում մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ արժողությամբ գույք թեկուզ վարկով, այդ վարկը բան ինչի մեջ չեն տրամադրում, կամ դուք ինչ ունեք։ Ես էլ ունեմ հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերած։ Չեմ հիշում, 50 միլիոն դրամի կարգի, մի քիչ ավելի քիչ։ Ոնց է մարում օրինակ, այն ինչպես ասում, բա Սերժի վախտին չի այդպեսի գույք ձեռք չեք բերում։ Մարում եմ, որովհետև լավ եմ սովորել ժամանակին եւ ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավականին լավ, ինչը հնարավորություն է ինձ տալիս վերցնել վարկ եւ մարել վարկ։ Եվ ունենալ նաեւ գույքային ձեռքբերումներ։ Առանձնատուն ԱԳ նախարարը լավ սովորելու հաշվին կարողացել է ձեռք բերել։ Ես չգիտեմ ինչ հիմքերով է ձեռք բերել վարկավորման միջոցներով է ձեռք բերել, թե ինչ եկամուտների հաշվին է ձեռք բերել, վստահաբար դրանք հայտարարագրված են։ Բայց ամեն դեպքում հիպոթեկը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան եւ մարել պարտքը օրինակ 20, 25 կամ 30 տարիների ընթացքում։ Եվ կարծում եք, որ նախարարները կամ իմ նման կրթություն ստացած անձինք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չեն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 20 կամ 10 կամ
15 տարվա ընթացքում չեն կարողանա մարել բաշկը։ Գուցե փաստաբանին ավելի բարձր։ Գուցե, եւ այո, իհարկե։ Տիկին Գալյանի լրումը գործընկերոջս հարցին հետ լրատվամիջոցը գրեց, որ Հայկ Կոնջորյանը ձեռք է բերել առանձնատուն 54 միլիոն դրամով, այնտեղ ընդգծվում էր 54 միլիոն դրամը, որովհետև 56 միլիոն դրամից բարձր արժեք ունեցող գույքի դեպքում եկամտային հարկ չէր ստանա, նաև ընդգծված էր, որ այն ընկերությունից, որի միջոցով ձեռք է բերվել գույքը, կային շահերի բախում, ընկերային հարաբերություններ եւ այլն։ Հիմա սա կոռուպցիա է, թե ոչ։ Նախ ես պայմանագրի կողմ չեմ հանդիսանում, երկրորդ ներկա չեմ գտնվել պայմանագրի կնքմանը, երրորդ առհասարակ չեմ տիրապետում որևէ տեղեկատվության, որը կարող է վերաբերել այդ գործարքին։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ գիտի, թե ինչ է անում այն առումով, որ ամենը ինչ որ արվում է թափանցիկ։ Որովհետև վաղ թե ուշ գործարքի վերաբերյալ ցանկացած տվյալ հայտնվելու է հայտարարություն։ Մարդկային զուտ էմոցիաների տեսանկյունից նայենք, մի քիչ շատ ագահություն չի, օրինակ եկել են իշխանության, լավ ձեզ չասեմ եկել եք, բայց ասեն եկել եք իշխանության, բայց ձեր գործընկերներից ոմանք ներողություն։ Մի անգամից մի քանի հսկայական գույքեր են ձեռք բերում։ Ճիշտ ասած, նույն Ռոմանոս Պետրոսյանը մի քանի տեղ նորակառուցում տներ ունեն։ Դե եթե խոսեցինք այս թեմայով, ասեմ, երբ որ դու ունես կայուն աշխատավարձ եւ քո վրա տարածվում են անհամատեղելիության պահանջներ, մասնավորապես չես կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն, քո ստացած եկամուտը փորձում ես ինչ որ կերպ ներդնել, ինչ որ բիզնեսում չես կարող ներդնել, բայց գոնե ապագայի համար մի տուն, երկու տուն կարող ես ձեռք բերել եւ կարողանաք մի բան հետքցել։ Խոսքը մարդու ընտրության մասին է։ Շատ լավ ճանաչում Կոնջորյան հայկից։ Դուք ինչ գիտեք, թե վաղը մի րոպե էլի։ Շուրջ, եկեք այսօր նայենք, ես ձեզ մի ընդհատեքին, անաչառ դիտորդը պետք է ունենա կամք ու ցանկություն առերեսվելու իրականության հետ։ Իրականությունը շատ պարզ է, եթե մենք չենք խուսափում դրանից, դա մեր աչքերի առաջ է։ Բոլոր պաշտոնատար անձին, սիրելի քաղաքացիներ, ներկայացնում են տարեկան հայտարարագրեր, որոնք հասանելի են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Այդ հայտարարագրերում զետեղված բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են պաշտոնատար անձանց գույքին, եկամուտներին, շահերին եւ ծախսերին, հրապարակային են, կարող եք բացել եւ կարդալ ինքներդ։ Եվ ինչ է նշանակում, կներեք էլի, ինչ է նշանակում եկել եք պաշտոնի, որ տուն առնենք։ Կներեք, մարդը աշխատում է, ընդ որում կատարում է շատ ծանր աշխատանք, այդ թվում եւ ես իմ մասին եմ խոսում եւ իմ մասին եմ խոսում, այո, $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան որ կարող եմ ունենալ։ Դա դուք ուղղակի ձեր թիմակիցները մեղադրում են նախկին, նույն Ռոբերտ Քոչյանը ծակ Սարոշկով եկավ կամ ծակ Բոթասը միլիարդատար դարձավ։ Հիմա ձեր մասին ներողություն ասում եք, սոված եկան իշխանության, հիմա տներ են Նախ զգույշ խոսել։ Ձեզանից շատերի մասին։ Նախ զգույշ խոսել։ Ես իմ մասին եմ խոսում, սոված երբեք չեմ եղել, չեմ եւ չեմ էլ լինելու, որովհետեւ լավ եմ սովորել։ Եվ լավ աշխատանք ունեմ, զբաղվել եմ լավ։ Նախկինների դեպքում մենք այդ ամենը պետք է համարենք կոռուպցիա, իսկ այժմ թափանցիկության մասին պետք է։ Դուք չեք, ինձ տպավորություն որ չեք ուզում հասկանալ։ Նախ դուք չեք համեմատում համադրելի երևույթներ։ Ընդհանրապես համեմատության եզրեր չունեցող երևույթներ են այն, երբ պաշտոնատար անձը հիմնավորվող եկամուտով գնում է $200,000 արժողությամբ գույք եւ պաշտոնատար անձը չհիմնավորվող եկամտով գնում է 2 միլիոն եւ ավել դոլար արժողությամբ գույք։ Կներեք, էլի շատ կներեք։ Դուք կարող եք բացել հայցերը, որ եւ գնալ եւ ես խորհուրդ եմ տալիս գնալ եւ մասնակցել բոլոր նիստերին եւ տեսնել թե ինչ թվերի մասին է խոսքը, եթե դուք խոսում եք եւ ձեր խոսքում մատնանշում եք ձեր կողմից նշված նախկիններին եւ տեսնել թե ինչ թվերի մասին է խոսքը։ Ես դες մի գաղտնիք բացեմ, ես իմ հումանիտար կրթությամբ երբ որ նոր էի պաշտոնում նշանակվել, ես այնպիսի թվեր էի տեսնում, որոնք դժվարանում էին նույնիսկ արտաբերել։ Իսկ հիմա դուք եկել, դատական ակտեր չկա։
Պահանջի մասը փոխվում, առարկայը փոխվում դա։ Մյուս անգամ կգնաք կկարդաք ինչքան գույք եւ գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը մինչ այս պահը եւ ինչքան է դեռ ակնկալվում եղած հայցերով վերադարձնել, որ կխոսենք։ Տիկին Գարյան Հաշտություններն էլ են ակտեր սիրելիս։ եկեղեցու դռները փակվեցին, քահանաները դուրս հանվեցին, պլոմվեց եկեղեցին, սա ուրիշի տարած ներխուժում չէ, ինչպես է գնահատում այն փաստը, որ պետական մարմինները միջամտել են եկեղեցու տարածքին։ Ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ, մեկնաբանել եմ եւ խնդրել եմ, որպեսզի բոլոր հարցերին մենք նայենք ժամանակագրական հաջորդականության մեջ, այսինքն եթե եղել են հայտարարություններ, որոնք միտված էին խոչընդոտելուն այնտեղ պատարագի իրականացմանը, եղել են կանխարգելիչ միջոցառումներ, որ այդ երևույթը տեղի չունենա։ Ինչու այսպիսի մեկնաբանություններ չկան եւ ինչու է հարցադրում ներկայացնում միայն մեկ կողմից։ Սա ԱԱԾ իրավունքների գերազանցում չէ, երբ որ մտնում են քահանաներին, պայման են դնում, պահանջ են դնում, որ Իմ պատասխանը շարունակելու է մնալ նույնը եւ չի փոխվելու։ Եկեք բոլոր իրադարձություններին նայենք ժամանակագրական հաջորդականության մեջ, իսկ եթե որևէ պաշտոնատար անձի արարքում կան լիազորությունների չարաշահման կամ անցման հանգամանքներ, ապա իրավապահ մարմինները թող դրանց ուշադրություն դարձնեն։ Հիմա բայց ուշադրություն չեն դարձնում, սա ԱԱԾ-ի իրավունքների իրավասությունների չարաշահում չէ։ Ես կարծում եմ, որ բոլոր հարցերին պետք է անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրական հաջորդականության գնահատման համատեքստում, եւ եթե պաշտոնատար անձանց արարքում կան լիազորությունների չարաշահման կամ անցման հատկանիշներ, ապա դրանց թող անդրադառնան։ Ես ինչ պաշտոն եմ զբաղեցնում։ Գիտեք, որ արդարացած։ Իսկ ձեր աչքերում կան։ Իսկ ձեր կարծիքը ինչ նշանակություն ունի իրականության բացահայտման հետ կապված։ Քաղաքացի լրագրող կարող եմ Շատ ուրախ եմ ձեզ համար։ Դուք հրապարակից եք։ Շատ սուր աչք ունեք։ Շատ լավ։